Ինձ առաջարկվեց բաժանել երկու մասի։ Ես բնականաբար պիտի ընդունեի, որտեղ դա մեծամասնության առաջարկն էր, այսինքն մի մասը մենք գնահատական ենք տալիս այսօրվա իշխանություն կոչվածներին եւ այդ գնահատականը տալուն զուգահեռ առարկայական եզրափակում ենք ունենում։ Այդտեղ մի փոքր խնդիր ունեցանք։ Ոմանք ասում էին, որ սրանց դիմել պետք չի։ Այսինքն գիտեք, չէ՞, գողական աշխարհում բան կա, վլաստին պրիզնատ չեն գալիս։ Ինձ մոտ այսպես է, շատ հաճախ պետք է իրենց դիմես, որ իրենք խեղճանան։ Դրա շնորհիվ է, որ մենք պարզաբանել ենք, որ իրենք օրինախախտներ են։ Եթե 7 անգամ իրենց ուղղված չլիներ, 7 անգամը պատահական չի։ Կարող ենք 1-2 անգամ դիմել եւ հանգստանալ։ Բայց մենք դիմում ենք, որ իրենք ապացուցեն, որ իրենք ռեցիդիվ են։ Ոչ թե պարզ հանցագործ են, այլ ռեցիդիվիստ։ Հիմա մենք ունենք 7 անգամ կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը խախտած դեպք։ Դա կոչվում է կամ անփութություն իշխանության կամ իշխանության չարաշահում։ Անփութությունը դուրս է գալիս, որովհետև 7 անգամ են արել։ Ուրեմն մնաց իշխանության չարաշահում։ Եթե իշխանության չարաշահումը իր հետ բերում է նաև նյութական ծանր վնասներ, 200 միլիոն դրամի միայն աշխատավարձ է տրվել այսպես կոչված հանձնաժողովներին։ Այդ դեպքում հանցագործությունը բարձրանում է, այդտեղ ավելանում է եւս մի այս ինչ որ ասում եմ, դրանք բոլորը կոռուպցիոն հանցանքներ են ըստ քրեական օրենսգրքի։ Ավելանում է նաեւ ապօրինի վարձատրություն տալը։ Եթե ապօրինի վարձատրություն ես տվել, կա ապօրինի վարձատրություն ստացող, դրանք իրավաբաններ են այսպես կոչված։ Մեր հանրությանը բացարձակապես անհայտ իրավաբաններ, որ մասնագիտական խմբի ներկայացուցիչներ են։ Այսինքն մենք ունենում ենք եւս մեկ կոռուպցիոն հանցագործություն։ Ավելանում է նաեւ ինքնիրավչությունը։ Զարմանալի է, որ մեր հանրությունը այն աստիճանի հեռու է սահմանադրականության գաղափարից, որ երբ ինչ-որ մեկը, թեկուզ իշխանավոր, մեկ հոգի, կանգնեց ու հայտարարեց, մենք աշխատում ենք սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ, ստեղծել էինք հանձնաժողով այդ նպատակով, այդ հանձնաժողովը իբր թե իրեն հայեցակարգ է ներկայացրել, բայց ինքը հայեցակարգը կարդալով որոշել է ինքը անձամբ, ոչ թե մասնագիտական հանձնաժողովը, որը ստեղծված էր կարծիք տալու համար, այլ ինքը կարդացել է հանձնաժողովի կարծիքը, շպրտել է մի կողմ, չէ, մենք պիտի նոր սահմանադրություն ունենանք, որովհետև այդ հանձնաժողովից դե այդպիսի տեսակետներ կան, շատ ավելի կարևոր է իր համար թշնամի երկրի բռնապետը։ Այդպիսի տեսակետ կա, ես պարտավոր եմ չմոռանալ դա նույնպես։ Ճիշտ է, այս ինքնիրավչությունը ինչ որ չափով մեղմ հանցագործություն է, բայց այդ հանցանքների փունջը լիարժեք է դարձնում, ամբողջական է դարձնում։ Այնտեղ կա նաև կոռուպցիոն հանցանքների մեջ կա այսպիսի մի հոդված իշխանությունը օգտագործել ճնշում գործադրելու համար։ Երբ արդարադատության նախարարները հերթով հայտարարում էին, որ աշխատանքները շատ լավ են գնում, մենք ժամանակին կավարտենք գործընթացը, դա հրամանի կատարում էր եւ հրամանի կատարմամբ սուտ տեղեկատվության մատուցումը հանրությանը։ Օրինակ ասեմ, 20 թվականի փետրվարի 12-ին իրավական ակտ է ընդունվել, ըստ այդ իրավական ակտի պետք է հունիսին ավարտվեր նախագծի պատրաստումը։ Չի արվել, բայց այդ ընթացքում այն ժամանակվա արդարադատության նախարարն ասում է ամեն ինչ լավ է, ամեն ինչ ժամանակի մեջ տեղավորվում է։ Իրենք փոխում են ժամանակացույցը։ Հայեցակարգի մատուցման ժամկետը դարձնում են սեպտեմբեր, նախագծինը տարեվերջ։ Այդ ընթացքում ասում են ամեն ինչ լավ է, մենք ճիշտ ժամանակացույցով աշխատում ենք։ Անցնում է ժամկետը։ Պատերազմը ոչ մի կապ չունի, որտեղ հանձնաժողովը պիտի աշխատեր։ Ժամկետներն անցնում են եւ 22 թվականին նոր հանձնաժողով է ստեղծում նաեւ խորհուրդ։ Այդ ընթացքում եւս հայտարարվում է, որ ամեն ինչ ճիշտ է գնում, մենք նախորդ հանձնաժողովի փորձառությունը պիտի օգտագործենք։ Ու այդպես աստորեն 4 նախարարներ արդարադատության ակնհայտորեն դարձել են ճնշման ենթարկված, բայց կամավորապես հանցավոր կոռուպցիոն հանցախմբի անդամ դարձած մարդիկ։ Այս փոքր առաջաբանը նրա համար էր, որ մենք պատկերացնեինք աշխատանքների ընթացքը, խնդրում եմ ճիշտ պատկերացրեք, կլոր սեղանը կուսակցական աշխատանքներից տարբերվում է նրանով, որ դու նույնիսկ քո 100%-անոց իմացած ճիշտը պետք է կարողանաս համադրել դիմացինի դիմացած 100%-անոց նույնպես ճշմարտության հետ եւ գտնես հայտարար։ Դա է մեր նպատակը եւ մենք այդ
ոչի մեջ գործում ենք, հավատալով, որ դա կնպաստի մեր թափ հավաքելուն եւ էական դերակատարություն ունենալուն։ Իսկ դա մեր ժողովրդին շատ է պետք։ Դրա համար ես անհատապես թույլ եմ տալիս երբեմն հայտարարություններ, որոնք անմիջականորեն կլոր սեղանի չեմ բխում, բայց ես չեմ դադարել գործել որպես ԱԻՄ-ի գործիչ, ԱԻՄ-ի նախագահ եւ բնականաբար ասում եմ, որ միավորման ճանապարհին ասում եմ իմ պատկերացումները։ Նույն կերպ ամեն մեկը ասում է իր պատկերացումները, մենք պիտի փորձենք դրանք համադրել, գտնել ընդհանուր հայտարարը։ Այժմ անցնում եմ որպես վերջնական տարբերակ ընդունած մեր փաստաթղթին։ Դուք բոլորը ստացել եք եւ կարծում եմ, որ ամբողջությամբ կարդալ երևի պետք չի։ Մի քանի դիտողություններ արդեն արված են, նրանք, որոնք բաժանված տարբերակի վրա չեն արված, դրանք ես մի քիչ դժվար կարողանամ ներկայացնել, բայց մենք հետո ունենք հարց ու պատասխանի բաժին եւ նաեւ ելույթների, դրանք տեղում կկատարենք։ Պայմանավորվել ենք ոչ այնքան մեծ տարաձայնությունները այստեղ հարթել, դրա փորձը արդեն ունենք, իդեպ շատ ես դրական եմ համարում, որ մենք կարողացանք 25 հոգյանոց կազմով փաստաթուղթը հայտարարի բերել նախորդ դեպքում, այսօր էլ կարծում եմ դա կարողանանք անել։ Ազգային համագործակցության կլոր սեղանի հայտարարությունը ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձի կոռուպցիոն հանցախմբի ղեկավար լինելու մասին 18 հոկտեմբերի 25 թվական Երևան։ Գիտեք, միայն այն, որ քաղաքական մոտ 10 քաղաքական ուժեր եւ հանրային կյանքի այսպեսի հայտնի ներկայացուցիչներ այդ գնահատականն են տալիս երևույթին, դա արդեն շատ կարևոր քայլ է եւ լուրջ նախազգուշացնող քայլ թե հանրության համար եւ նաեւ միջազգային հանրության համար, հասկանալու, որ Հայաստանը բաղկացած չէ այս ազգապղծից եւ նրա կամակատարներից։ Մենք ազգային համագործակցության կլոր սեղանի ներքոստորոգյալ մասնակիցներս մեր համաձայնությունն ենք հայտնում հրապարակավ հնչած այն գնահատականի հետ, որ սահմանադրական փոփոխությունների գաղափարը շահարկելով, տեսեք ամենակարևոր բանն է շահարկվում, հիմնական օրենքի գաղափարը, այդ թվում 7 անգամ ստանալով եւ քննարկելով այդ ոլորտի վերաբերյալ տարբեր կուսակցությունների առանձին եւ միասնաբար ուղարկված հանրագիր առաջարկները, ՀՀ կառավարությունը փաստացի վերահացվել կոռուպցիոն հանցախմբի, կոպտորեն խախտելով կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի ԿՄՍՕ 21-րդ հոդվածի պահանջը կուսակցություններից ստացված հանրագրերի քննարկման առնչությամբ։ Այստեղ մի ներկերանգի մասին խոսեմ, սովորաբար երբ որևէ մեղադրանք է ներկայացվում, մենք հիշում ենք պատասխանը, դե այսինչն այս է արել, այսինչ մարդը իր կանոնիկը չի արել, ես դրա հետ կապ չունեմ, դա ինձ հետ ոչ մի առնչություն չունի։ Այս դեպքում շատ հստակ է։ Ինքը ստացել է, ինքը պիտի քննարկեր, ինքը պիտի կազմակերպեր քննարկումը։ Նույնը վերաբերում է իր ենթականերին։ Ուրեմն օրենքի խախտումը ընդգծելուց հետո կարևոր է նկատել, որ այս օրենքի հոդվածը ՀՀ օրենսդրության մեջ թերևս միակն է, միակ հոդվածն է մեր ամբողջ օրենսդրության մեջ, որը բառացի կուսակցությունների համար երաշխավորում է, սա օրենքից է վերցրած, երաշխավորում է ընդդիմադիր գործունեություն իրականացնելու ազատությունը։ Այսինքն միակ հոդվածը, որը այդ ազատությունը երաշխավորում է, դա ոտնահարվում է։ Չկատարելով օրենքի այս պահանջը, իշխանությունները փաստորեն ոտնձգություն են կատարել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական պետություն լինելու, Հայաստանի Հանրապետության սահմանադրության անփոփոխելի դրույթի նկատմամբ։ Հիշում եք, Հայաստանը ազդարարված է ժողովրդավարական, ինքնիշխան, իրավական եւ սոցիալական ընկերային։ Այսպիսով, չարաշահելով իշխանությունը Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչակարգի ներկայացուցիչները ոչ միայն օրենքն են բազմիցս խախտել սահմանադրական օրենքը, այլև հանրագրերի մասին ՀՀ օրենքը։ Այս ամենը ուղեկցվել է պետության պատճառած խոշոր չափերի նյութական վնասներով չկատարած աշխատանքների համար միայն մասնագիտական հանձնաժողովի անդամները 5 տարվա ընթացքում ստացել են ավելի քան 200 միլիոն դրամի աշխատավարձ։ Այնտեղ շատ այլ ծախսեր կան, քարտուղարություն, որ աշխատում է նույնպես բարձր աշխատավարձով։
ՀՀ քրեական օրենսգրքում նման հանցանքը կոչվում է ապօրինի վարձատրություն, որը վերաբերելի է եւ այն փոխանցողին եւ ստացողին։ 24 թվականի մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանը կայամականություն ցուցաբերելով հրապարակայնորեն թույլ է տալիս ՀՀ քրեական օրենսգրքով պատժելի մեկ այլ իրավախախտում։ Ես դրա մասին խոսեցի, հիշում եք երևի ինքնիրավչությունը։ Այսպիսով, չարաշահելով իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն միանձնյա խախտել է օրենքները, այլև ստեղծել է կոռուպցիոն հանցախումբ, որն իր հանցավոր նպատակներին ծառայելուց բացի հայ ժողովրդին զրկել է զանցառուների եւ հանցավոր տարերի արժեվ սահման դնող սահմանադրություն ունենալու հնարավորությունից։ Խոսքն այն բանի մասին է, որ 5 տարի աշխատելով եւ որևէ նախագիծ չներկայացնելով, փաստորեն ինքը զբաղեցրել է եւ գաղափարը եւ տարածքը եւ ժամանակը ու մեզ զրկել մեր հիմնական օրենքը բարեփոխելու մեր իրավունքից, մեր ժողովրդին։ Մանավանդ որ եղել է նախաձեռնություն։ Վերոնշյալը ոչ միայն իրավական, այլև ազգային անվտանգության լրջագույն խնդիր է, քանզի ցանկացած պետության դեպքում լրջագույն վտանգ է դառնում պետական համակարգ ներթափանցած փտախտը կոռուպցիան։ Այն կարճ ժամանակում վերածելով համակարգային խնդրի, կներեք, այստեղ այլ ձևակերպում մի քիչ փոխված է, հստակ ասվում է, որ ազգային անվտանգության խնդիր է, որովհետև որևէ պետության համար ամենավտանգավոր բանը պետական համակարգ ներթափանցած կոռուպցիան է։ Միտքը դա է, դες իրար հետ կճշտենք։ Հաշվի առնելով վերոշարադրյալը, հայտարարում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրենքի գերակայության վրա հիմնված պետականություն ունենալու իրավունքը ազգային գերխնդիր է։ Եվ մենք մեզնից կախյալ ամեն ինչ կգործադրենք Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացիներին, այս մասը միանգամից ուշադրություն դարձրեք, մի քիչ փոխվում է, այսինքն խմբագրական սխալ է տեղի ունեցել, Հայաստանի քաղաքացիներին պատկանող օրենքի երկիր դարձնելու համար։ Հանված են բոլոր այն մասերը, որ մենք իրավապահներին գոչ ենք անում այս անել, իրավապահները պարտավոր են այս անել, կամ էլ ասում ենք աշխարհի որևէ երկրում, այսպիսի իրավիճակում իրավապահ համակարգը պիտի ձեռնարկել հետևյալ քայլերը։ Այդ մասը հանված է, թողնված է միայն արձանագրումը փաստորեն այս բային։ Մենք որևէ կոչ մասնակիցների հիմնական մասը ասում էր, որ որևէ կոչ չունենք այլևս այս իշխանություններին անելու։ Դրա համար մնացել է միայն արձանագրում այն բանի, որ կոռուպցիոն հանցախմբի հետ գործունենք եւ որից ինքնստիկյան բխում է կոռուպցիոն հանցախումբը չպետք է լինի պետության ղեկի մոտ։ Ասենք այդպեսի մի դրույթ էլ կար, որ սրանք հայ ժողովրդի հետ կապ չունեն, որտեղ կոռուպցիոն հանցախումբը երբեք հանրության հետ կապ չի ունենում, նրանք իրենց նպատակներն ունեն։ Եվ հետո դրանից հետո գալիս են, որ մենք մեզնից կախված ամեն ինչը պիտի անենք։ Ուրեմն եղել են տարբերակներ, բայց այդ նրբերակներ են դրանք, անկեղծ եմ ասում։ Իմ առաջարկների մոտավորապես 20%-ը, 30%-ը չի մտել, բայց դա կրկնում եմ, դրանք այն բանի հետ համեմատած, որ մենք միասին կարող ենք, միասին նույնիսկ ասել մեկ բան։ Հայաստանում իշխանությունը այսօր նվաճել է կոռուպցիոն հանցախումբը, նույնիսկ եթե միայն դա ասվի, հետևաբար այն ամենը ինչը որ իրենք անում են, դա բնականon է, օրինաչափ է։ Հոգևորական են կալանավորում, քաղաքական կալանավորներ կան Հայաստանում, հարկերը անպատկերացների չափով աճում են, թշնամուն ընդառաջ են գնում խախտելով հայ ժողովրդի Հայաստանի քաղաքացու իրավունքները, այդ ամենը հետևանք են այն բանի, որ ունենք կոռուպցիոն իշխանություններ։ Դա էլ հետևանք է այն բանի, որ Հայաստանը ունի այնպիսի սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս կոռուպցիոն հանցախմբին ազատ գործել։ Ուրեմն սա է փաստաթուղթը